Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է, այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Միջազգային առևտրի պալատի գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բիզնես միջավայրին վերաբերող հարցեր։ Զրույցի ընթացքում Ջոն Դենթոնը շեշտել է իր պատրաստակամությունը Հայաստանում կայանալիք COP17 ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման եւ անցկացման գործընթացում հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում։ Հուլիսի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգև լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա գործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել գործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները եւ նախանշել են հետագա գործակցության հիմնական ուղղությունները։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։ Արարատ Միրզոյանը եւ Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն ընդգծելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության մասին համաձայնագրի կնքման կարեւորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքում Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակությանը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 65 կողմ 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց հեծը պետականացնելուն միտված նախագիծը։ 62 կողմ 27 դեմ ձեռնպահ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ազգային ժողովում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Նախագծով առաջարկվում է տուգանել 3000 դրամ տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10000 դրամ չվճարելով օգտվելու դեպքում, 15000 դրամ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։ Բելգիայի ներկայացուցիչների պալատը հուլիսի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձև, որում դատապարտվում են այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Հայաստանը ներկայացնելով որպես Արևմտյան Ադրբեջան։ Բանաձևն աջակցություն է հայտնում Հայաստանի կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը որպես տարածաշրջանային գործակցության եւ խաղաղության նպաստող տեսլական։ Ուշադրություն է հրավիրվում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար նկատմամբ Ադրբեջանում ընթացող դատավարություններին, որոնց ժամանակ միջազգային դիտորդների եւ օտարերկրյա մամուլի մուտքն արգելված է։ Բելգիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը պահանջում է ազատ արձակել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ձերբակալված բոլոր հայ պատանդներին, այդ թվում նախկին տեղական պաշտոնյաներին եւ ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը հանրային դատավարությունների եւ բժշկական վերահսկողության ներքո։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզում արձանագրել են ապօրինի ընդերք օգտագործման 6 դեպք։ Գորայք, Քարահունջ, Որոտնավան, Հարժիս, Անգեղակոտ, Շինուհայր բնակավայրերի վարչական տարածքներում կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 16.95 հեկտար տարածքից իրականացվել է շուրջ 1.470.000 խորանարդ մետր հրաբխային, խարանման, լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ 33.864.713 ՀՀ դրամի չափով։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել քննչական կոմիտե։ 2027 թվականի Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացմամբ եւ այդ մարզադպրոցի կառուցման հրատապությամբ պայմանավորված 2025 թվականի հունիսի 20-ին կառավարության որոշմամբ մարզադպրոց կառուցելու նպատակով կապալային աշխատանքների եւ հարակից ծառայությունների գնման պահանջը համարվել է անհետաձգելի եւ առկա է համաձայնություն գնման գործընթացները հրատապ 1 անձինց գնման ընթացակարգով կազմակերպելուն։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հուլիսի 2-ին հրաման է արձակել կիրառելու երկրի խորհրդարանի ընդունած օրենքը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցության կասեցման վերաբերյալ։ Նախագահը պաշտոնապես նամակով տեղեկացրել է ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն, արտաքին գործերի նախարարությանը եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությունը կասեցնելու վերաբերյալ խորհրդարանական հրահանգն իրականացնելու մասին։ Ավելի վաղ հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը հաստատել էր օրինագիծը, որով կասեցվել է Թերանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործակցությունը։
Բաքվի կողմից Սպուտնիկ Ադրբեջանի դեմ ձեռնարկվող միջոցառումները ներկայումս թելադրված են ոչ թե նրանց աշխատանքի նկատմամբ պահանջներով, այլ ուրիշ նկատառումներով, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ադրբեջանական կողմը երբեք որևէ պահանջ չի ունեցել այս լրատվամիջոցի դեմ ոչ ձևով, ոչ էլ բովանդակությամբ։ Ակնհայտ է, որ սրանք միջոցներ են, որոնք ձեռնարկվում են այլ նկատառումներից ելնելով։ Կրկին այս մասին երեկ հայտարարվել է դեսպանին, ասել է Սպուտնիկ ռադիոյի եթերում Զախարովան։ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային Բայդենի ղեկավարման ժամանակ խոստացված որոշ զենիթային հրթիռների եւ այլ ճշգրիտ կառավարվող զինատեսակների մատակարարումը, պատճառը Պենտագոնի պաշարների չափազանց կրճատումն է։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալի խոսքով որոշումը կայացվել է Ամերիկայի շահերը առաջնային դասելու համար, քանի որ պաշտպանության նախարարությունը վերանայում է երկրի ռազմական աջակցությունն ու օգնությունը աշխարհի այլ երկրներին։